Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը յուծվում է Բաքվում։ Սա Le Figaro-ի անդրադարձն է։ Արդեն 23 օր է Ռուբեն Վարդանյանը հացադուլ է անում ի նշան Բաքվում շարունակվող կեղծ դատավարության։ Երեք դատի ժամանակ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Ռուբեն Վարդանյանի դեմ երկու էթնիկ հայ ցուցմունք է տվել։ Նրա գործը քննվում է մյուսներից առանձնացված։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման, նրան խոշտանգելու վերաբերյալ ահազանգում են ընտանիքի անդամները, միջազգային կազմակերպությունները, անհատները, մտահոգված է հանրությունը։ Հակառակ դրան Բաքուն քննարկում է Կարմիր խաչի ներկայացուցչությունը փակելու հարցը։ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից Զարգերակ ԵՄ-ի հետ զրույցում նշեցին, որ Ռուբեն Վարդանյանին վերջին անգամ այցելել են փետրվարին։ Նոր այցելության մասին որևէ բան հաստատել չեն կարող, բայց հացադուլ հայտարարած մարդկանց հատուկ ուշադրություն է ցուցաբերվում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ունեն ինֆորմացիա, որ Բաքվում օգտագործվում են արգելված միջոցներ եւ խոշտանգումներ, իսկ ՀՀ դիվանագիտությունն անում է հնարավորը առաջնորդվելով չվնասելու սկզբունքով»։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ մեծ զրույցում ասաց, որ Բաքվում գտնվողները դանդաղ մահի ռեժիմի են գնում։ Տեղի ունեցողը դիտարկվում է որպես սպառնալիք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը Վարդանյանին առաջադրել է 42 մեղադրանք, որոնցով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում։